Միացյալ Նահանգները ժամանակավորապես փակում է կանոնավոր ներգաղթի դռները 75 երկրի քաղաքացիների համար, այդ թվում Հայաստանի։ Դիմել կարելի է, հարցազրույց անցնել նույնպես, բայց վիզան կմնա սառեցված։ Բջջային կապն այսօր անհետացել էր, Verizon-ի միլիոնավոր բաժանորդներ հայտնվել էին SOS ռեժիմում։ Մինեսոտայում իրավիճակն ավելի լարված է, քան բջջային ցանցը։ Դաշնային դատավորը ժամանակ է տվել Թրամփի վարչակազմին բացատրելու, թե ինչու չպետք է կասեցվեն ներգաղթային գործողությունները։ Կալիֆոռնիայում բողոքը վերածվել է ողբերգության, Սանտա-Անայում ցուցարարն աչքն է կորցրել դաշնային ծառայողի կիրառած ուժից հետո։ Դպրոցներում կաթը վերադառնում է, Թրամփը ստորագրել է օրենք, որով ամբողջական կաթը կրկին թույլատրվում է դպրոցական սննդակարգում։ Վարչակազմը սա կոչում է իրական սնունդ։ Թրամփը չի հրաժարվում Գրենլանդիայի գաղափարից, Դանիան եւ Գրենլանդիան էլ պատասխանում են կարճ ու հստակ, վաճառքի ենթակա չէ, իսկ ՆԱՏՕ-ի երկրները սկսում են զորքեր ուղարկել կղզի։ Եվ վերջում ներքաղաքական կրակոց, դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը Թրամփի վարչակազմին անվանել է մեկ տարվա լիակատար ձախողում, թանկյան կոշտ ներգաղթ եւ չկատարված խոստումներ։ Այս եւ այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, սա օրվա երկրորդ թողարկումն է, այնպես որ եթե բաց եք թողել առաջինը, կարող եք վերադառնալ եւ դիտել, լուրերը երբեք չեն կրկնվում։ Օրվա կարևոր ու գլխավոր լուրը Միացյալ Նահանգները ժամանակավորապես կասեցնում է կանոնավոր ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի քաղաքացիների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Քայլը ուժի մեջ կմտնի այս տարվա հունվարի 21-ից։ Պետդեպարտամենտը շեշտում է, որ այս միջոցը ժամանակավոր է, ուղղված համոզվելու, որ նոր ներգաղթյալները չեն օգտագործի ամերիկյան հարկատուների վճարած սոցիալական ծրագրերը, երկարաժամկետ կախվածություն ստեղծելով ըստ հարկերի ֆինանսավորվող ծրագրերից։ Պետդեպարտամենտը նշել է. Մենք աշխատում ենք ապահովելու, որ ամերիկացի ժողովրդի առատաձեռնությունը այլևս չշարաշահվի։ Վիզաների կասեցումը կմնա ուժի մեջ, մինչև Միացյալ Նահանգները կարողանա ապահովել, որ նոր ներգաղթյալները չեն օգտագործելու ներքին աջակցությունը հարկատուների հաշվին։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստացի խստացնում է ներգաղթային քաղաքականությունը, ուղղված այն մարդկանց սահմանափակմանը, որոնք կարող են ապագայում կախված լինել պետական աջակցության ծրագրերից, օգնությունից։ 1982 թվականից ի վեր Միացյալ Նահանգների ներգաղթային օրենքը պահանջում է, որ ներգաղթյալները համապատասխանեն public charge հանրային բեռ չափանիշին, ապացուցելով, որ կարող են ինքնուրույն ապահովել իրենց գոյությունը։ 2019 թվականին այս չափանիշների շրջանակը ընդլայնվեց, ընդգրկելով այլ պետական ծրագրերի, Medicaid եւ այլ օգնությունների օգտագործումը, սակայն այդ փոփոխությունները որոշ դեպքերում հետ կանչվեցին։ Արդեն 2025-ին վարչակազմն առաջարկեց վերանայել դարձյալ ընդլայնելով տեսանելի գործոնները, որոնք հաշվի են առնվում վիզաների տրամադրման ժամանակ։ Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ այս նոր սահմանափակում հիմնականում վերաբերում է միայն այն մարդկանց, որոնք ցանկանում են ապրել եւ աշխատել Միացյալ Նահանգներում որպես մշտական բնակիչ։ Դա չի տարածվում այն անձանց վրա, ովքեր պատրաստվում են այցելել երկիր որպես զբոսաշրջիկ։ Բացի Հայաստանից այդ ցուցակում են Աֆղանստանը, Ալբանիան, Ալժիրը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Իրաքը, Ռուսաստանը, Բելարուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Սիրիան, Լիբանանը, Մոլդովան, Մարոկոն, Բոսնիան, Բրազիլիան, Կոլումբիան, Կուբան, Եգիպտոսը եւ այլ երկրներ։ Փաստացի հիմա կասեցված է ընտանիքների վերամիավորման վիզաների տրամադրումը։ Պետդեպարտամենտն ասում է, որ դիմորդները կարող են ներկայացնել դիմումները եւ մասնակցել հարցազրույցներին, սակայն վիզաներ չեն տրամադրվի այս ժամանակահատվածում։ Նշված երկրների քաղաքացիների մասն է հատկապես խոսքը, իհարկե։ Երկքաղաքացի անձինք, ովքեր դիմում են ոչ ընդգրկված երկրի վավեր անձնագրով, ազատված են այդ սահմանափակումից։ Նախկինում տրված վիզաներն էլ չեն չեղարկվել, սա հավելում ասեմ։ Շաբաթօրն այս թեմայով մեր ալիքում կլինի նաև ընդարձակ վերլուծություն, այնպես որ բաց չթողնեք նաև այդ հաղորդումը։ Եվ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, օգնեք ավելի լայն տարածում ստանալ ձեր լայքերով եւ մեկնաբանություններով, կանխավ շնորհակալ եմ։ Շարունակենք լուրերը։ Միացյալ Նահանգներում այսօր Verizon բջջային օպերատորի միլիոնավոր բաժանորդներ բախվել են զանգվածային խափանման, որի հետևանքով խաթարվել են զանգերը եւ բջջային տվյալների ծառայությունները ամբողջ երկրում։ Verizon-ը հաստատել է, որ առկա է խնդիր, որը ազդում է որոշ օգտատերերի կապի վրա։ Ընկերությունը չի հստակեցրել խափանման պատճառը, սակայն հայտնել է, որ ինժեներական թիմերը ներգրաված են եւ աշխատում են խնդիրը հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ։ Օգտատերերի մեծ մասը, այդ թվում նաեւ ես, հայտնվել էինք SOS ռեժիմում կամ ընդհանրապես չենք ունեցել կապ։ Խափանումներից առավել տուժած քաղաքների թվում են եղել Վաշինգտոն DC-ն, Չիկագոն, Հյուսթոնը, Լոս Անջելեսը եւ Ատլանտան։
Սակայն խափանումների մասին հաղորդումներ են եղել նաև երկրի այլ հատվածներից։ Այսօր որոշ հաղորդումներ գրանցվել են նաև այլ օպերատորների մոտ, սակայն T-Mobile-ը եւ AT&T-ն հայտարարել են, որ իրենց ծառայությունները գործել են նորմալ ռեժիմով։ Նրանք նշել են, որ իրենց բաժանորդները կարող է խնդիրներ ունեցել հենց Verizon-ի օգտատերերի հետ կապ հաստատելիս։ Մասնագետները խորհուրդ են տալիս նման դեպքերում փորձել միանալ Wi-Fi-ին, օգտվել ինտերնետային զանգերից։ Եթե Wi-Fi-ն նույնպես հասանելի չէ, որոշ նոր մոդելի iPhone-ներ թույլ են տալիս սահմանափակ հաղորդագրությունների ուղարկում արբանյակային կապի միջոցով։ Դաշնային դատավորը ժամանակ է տրամադրել Թրամփի վարչակազմին պատասխանելու Մինեսոտայում իրականացվող ներգաղթային լայնածավալ գործողությունները ժամանակավորապես կասեցնելու պահանջի հրաժարմանը։ Միևնույն ժամանակ Պենտագոնը սկսել է զինվորական իրավաբանների ներգրավման գործընթաց, քանի որ իրավապահ գործողությունները նահանգում ավելի ու ավելի քաոսային բնույթ են ստանում։ Մինեապոլիսի փողոցներում վերջին շաբաթներին հաճախակի են դարձել արցունքաբեր գազի կիրառումը, ինչպես նաև քիմիական գրգռիչների։ Լարվածությունը հատկապես աճել է, երբ ներգաղթային ծառայության աշխատակիցը կրակել եւ սպանել է Ռենե Գուդին։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են դաշնային գործակալները մարդկանց դուրս բերում մեքենաներից ու տներից, իսկ բարկացած քաղաքացիները պահանջում են, որպեսզի իրավապահները լքեն իրենց թաղամասերը։ Մինեսոտա նահանգի օգնական գլխավոր դատախազ Բրայան Քարթերը առաջին դատական լսման ընթացքում հայտարարել է. այժմ ամենակարևորը դադարն է, պետք է իջեցնել լարվածության աստիճանը։ Դատական հայցը ներկայացվել է Մինեսոտա նահանգի, ինչպես նաև Մինեապոլիս եւ Սենթ Փոլ քաղաքների կողմից, պնդելով, որ դաշնային իշխանությունները խախտում են խոսքի ազատության եւ այլ սահմանադրական իրավունքներ։ Դատավորը Քեթրին Մենենդեսը հայտարարել է, որ գործը վերաբերում է ծայրահեղ լուրջ եւ կարևոր հարցերի եւ պարտավորեցրել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությանը մինչեւ երկուշաբթի ներկայացնել պատասխան ժամանակավոր արգելքի պահանջի վերաբերյալ։ Ռենե Գուդի ընտանիքը վարձել է Ռամանուչի եւ Բլենդին իրավաբանական ընկերությունը, որը նախկինում ներկայացրել է նույն տարածքում սպանված Ջորջ Ֆլոյդի ընտանիքի շահերը։ Ընկերությունը հայտարարել է, որ Գուդը կատարել է գործակալների հրահանգները եւ կանցկացվի անկախ քննություն։ Հարավային Կալիֆոռնիայում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարներից մեկը դաշնային ծառայողի կողմից արձակված հատուկ միջոցի հարվածից ծանր վիրավորվել է դեմքի շրջանում, կորցնելով ձախ աչքի տեսողությունը։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Սանտա Անա քաղաքում դաշնային ներգաղթային շենքի մոտ անցկացվող ցույցի ժամանակ։ Բողոքի ակցիան կազմակերպվել էր ի պատասխան Մինեապոլիսում դաշնային գործակալի կողմից սպանված Ռենե Գուդի դեպքի, որը լայնածավալ բողոքի ակցիաներ էր ընդհանրապես բարձրացրել ամբողջ երկրում։ Տեսանյութերի եւ ցուցարարների վկայությունների համաձայն մի քանի 100 մարդ երթեր իրականացրել քաղաքի փողոցներում, իսկ երեկոյան փոքր խումբ էր մնացել շենքի դիմաց բարձրախոսներով քննադատելով ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության գործողությունները։ Ցույցի ընթացքում այրվել է նաև ըստ երևույթի ամերիկյան դրոշ։ Ոստիկանների եւ ցուցարարների միջև լարվածությունը սրվել է, երբ հատուկ պաշտպանական հանդերձակով դաշնային ծառայողները սկսել են առաջ շարժվել դեպի հավաքվածները։ Այդ պահին արձակվել են նաև ռետինե գնդակներ, որոնցից մեկը մոտ տարածությունից հարվածել է 21-ամյա Քեյդեն Ռամլերի դեմքին։ Ռամլերի մորաքույրը Ջերի Ռիսը հայտնել է, որ երիտասարդն ամբողջությամբ կուրացել է ձախ աչքով, ունի գանգի կոտրվածքներ եւ ենթարկվել է շուրջ 6 ժամ տևած վիրահատության։ Նրա խոսքով բժիշկները դեռևս փորձում են պարզել, թե ինչ նյութի բեկորներ են մնացել աչքի շրջանում։ Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունը հրաժարվել է հստակեցնել, թե ինչ տեսակի հատուկ միջոցներ են կիրառվել։ Ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչ եւ մամուլի քարտուղար Թրիշա Մաքլաֆլինը ցուցարարներին բնութագրել է բռնի անկարգություններ իրականացնողներ եւ հայտնել է, որ երկու դաշնային ծառայող է վնասվածք ստացել։ Նրա խոսքով երկու ցուցարար էլ ձերբակալվել է դաշնային ծառայողի վրա հարձակման եւ հասարակական կարգի խախտման մեղադրանքներով։ Ինքը Ռամլերը հայտարարության մեջ նշել է, որ թեև այլևս երբեք չի տեսնի ձախ աչքով, բայց ուրախ է, որ ողջ է ու կարող է պատմել տեղի ունեցածի մասին։ Դեպքի շուրջ հետաքննությունը շարունակվում է, իսկ իրավապաշտպաններն ու ակտիվիստները պահանջում են անկախ քննություն դաշնային ծառայողների կողմից ուժի կիրառման վերաբերյալ։ Նախագահ Դոնալդ Թրամփը այսօր շատ հետաքրքիր եւ կարեւոր նաեւ կարծում եմ կարծիքով մի հրամանագիր է ստորագրել, որը կոչվում է Whole Milk for Healthy Kids Act։ Սա օրենք է, որը նշանակալի փոփոխություն է մտցնում ամերիկյան դպրոցական սննդակարգում։ Օրենքը թույլ է տալիս, որ դպրոցները կրկին առաջարկեն ամբողջական կաթ վերջ դնելով ավելի քան 1 տասնամյակ շարունակված սահմանափակումների, որոնց արդյունքում աշակերտներին հասանելի են միայն ցածր յուղայնությամբ կամ անյուղ տարբերակներ։ Նոր օրենքի ընդունմամբ դպրոցական սննդի ազգային ծրագրում ընդգրկված երեխաները կստանան ավելի սննդարար ընտրություն, որը ըստ առողջապահական նոր մոտեցումների նպաստում է ուղեղի զարգացմանը, ոսկրային համակարգի ամրապնդմանը եւ ընդհանուր ֆիզիկական աճին։
Միացյալ Նահանգների առողջապահական եւ գյուղատնտեսական գերատեսչությունները հայտարարում են, որ ամբողջական կաթը պարունակում է կենսական ճարպեր եւ միկրոտարեր, որոնք բացակայում են արհեստական կամ չափազանց մշակված այլընտրանքներում։ Օրենքի ստորագրումն ուղեկցվել է նաեւ հստակ քաղաքական ուղերձով աջակցություն ամերիկյան գյուղատնտեսությանը եւ կաթնամթերքի ֆերմերների։ Սպիտակ տան տվյալներով ամբողջական կաթի վերադարձը դպրոցներ կբերի պահանջարկի աճ, ինչը ուղղակիորեն կաջակցի հազարավոր կաթնամթերք արտադրող ընտանիքների եւ գյուղական համայնքների տնտեսությանը։ Այս քայլը նաև մաս է կազմում վարչակազմի ավելի լայն սննդային քաղաքականության փոփոխությանը, որը ներկայացում է որպես իրական սնունդ, real food։ Նոր ռազմավարության շրջանակում կառավարությունը փորձում է հեռանալ չափազանց մշակված մթերքներից, խրախուսելով բնական, ամբողջական եւ բարձր սննդարար արժեք ունեցող արտադրանքը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվում Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու իր դիրքորոշումից, ընդգծելով, որ կղզին կենսական նշանակություն ունի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար։ Մեզ անհրաժեշտ է Գրենլանդիան ազգային անվտանգության տեսանկյունից, եւ մենք կտեսնենք, ինչ կլինի, ասել է Թրամփը, հավելելով, որ Գրենլանդիան կարևոր է ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև հենց Դանիայի անվտանգության համար։ Թրամփի խոսքով, եթե Ռուսաստանը կամ Չինաստանը փորձեն վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ, Դանիան ինքնուրույն չի կարողանա դիմակայել, մինչդեռ Միացյալ Նահանգները նման հնարավորություններ ունի։ Նախագահի այս հայտարարությունները հնչել են Սպիտակ տանը անցկացված հանդիպումից հետո, որտեղ մասնակցել են Գրենլանդիայի եւ Դանիայի արտաքին գործերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԱՄՆ փոխնախագահ եւ պետքարտուղարը։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում չի հաջողվել փոխել ԱՄՆ դիրքորոշումը եւ Գրենլանդիայի հարցում կողմերի միջև շարունակվում են պահպանվել հիմնարար տարաձայնություններ։ Քննարկումները վերաբերում էին Գրենլանդիայի երկարաժամկետ անվտանգությանը, սակայն մեր մոտեցումները շարունակում են տարբեր լինել։ Նախագահը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, իսկ մենք ունենք այլ տեսակետ, ասել է Ռասմուսենը, հավելելով, որ Թրամփը փաստացի արտահայտում է Գրենլանդիան ձեռք բերելու ցանկություն։ Միաժամանակ Ռասմուսենը նշել է, որ Դանիան եւ Գրենլանդիան մասամբ կիսում են անվտանգության հետ կապված մտահոգությունները, քանի որ Արկտիկայում իսկապես ձևավորվում է նոր անվտանգային միջավայր։ Սակայն նրա խոսքով Չինաստանի կամ Ռուսաստանի անմիջական սպառնալիք չեն տեսնում, որը հնարավոր չլինի զսպել։ Դանիան եւ Գրենլանդիան վերահաստատել են, որ կղզին վաճառքի ենթակա չէ, իսկ նրանց դիրքորոշումը ստացել է աջակցություն Եվրամիության առաջատար երկրներից։ Հանդիպումից առաջ Դանիան եւ Գրենլանդիան նաեւ հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությամբ մեծացնում են ռազմական ներկայությունը Գրենլանդիայում եւ դրա շրջակայքում, Արկտիկայում պաշտպանական կարողությունները ուժեղացնելու շրջանակում Գերմանիան, Շվեդիան եւ Նորվեգիան հայտարարել են, որ այս շաբաթ ռազմական անձնակազմ են ուղարկելու Գրենլանդիա։ Եվ վերջին լուրը ներքաղաքական եւ ավելի շատ դեմոկրատների տեսակետի արտահայտում։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի դեմոկրատական առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեկ տարվա ընթացքում ամբողջական եւ լիակատար ձախողում է արձանագրել, չկատարելով աշխատավոր եւ միջին խավի ամերիկացիներին տրված խոստումները։ Նրա խոսքով հանրապետականների լիակատար վերահսկողության պայմաններում Սպիտակ տուն, Սենատ եւ ներկայացուցիչների պալատ կյանքի արժեքը ոչ միայն չի նվազել, այլ շարունակել է աճել։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներում վերահսկողությունից դուրս են եկել բնակարանի, սննդամթերքի, կոմունալ վճարների, մանկապարտեզների եւ առողջապահության ծախսերը, իսկ գնաճը շարունակում է ծանր հարված հասցնել սովորական ամերիկացիներին։ Նա նաեւ խիստ քննադատել է ներքին անվտանգության նախարարության եւ ICE գործողությունները, հայտարարելով, որ հարկատուների գումարներն օգտագործվում են Ամերիկայի քաղաքացիների եւ օրինապաշտ մարդկանց դեմ բռնություն կիրառելու համար։ Ջեֆրիսը նշել է, որ ընտրողները սպասում էին ներգաղթային քաղաքականություն, որն ուղղված կլիներ վտանգավոր հանցագործների դեմ, սակայն փոխարենը տեսնում են քաղաքացիական անձանց նկատմամբ մահաբեր ուժի կիրառման դեպքեր, այդ թվում վերջին դեպքը Մինեապոլիսում։ Նրա խոսքով, այսը պետք է ենթարկվի նույն չափանիշներին, ինչ մյուս իրավապահ մարմինները, ներառյալ դիմակ չկրելու պահանջը, խուզարկությունների համար դատական թույլատվությունների պարտադիր առկայությունը, մարմնի տեսախցիկների օգտագործումը եւ հիվանդանոցների, դպրոցների ու կրոնական հաստատությունների նկատմամբ սահմանափակումները։ Խոսելով Affordable Care Act-ի հարկային արտոնությունների երկարաձգման մասին, նա նշել է, որ օրինագիծն արդեն ընդունվել է ներկայացուցիչների պալատում երկուսակցական աջակցությամբ եւ ունի բավարար ձայներ Սենատում, սակայն հանրապետականները գործընթացը արգելափակում են ֆիլիբաստերի միջոցով։ Դեմոկրատ առաջնորդը վստահեցրել է, որ իր կուսակցությունը մտադիր է վերադարձնել ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը, կենտրոնանալ կյանքի թանկացման նվազեցման, առողջապահական համակարգի բարեփոխման եւ կոռուպցիայի դեմ պայքարի վրա։
Ինչ այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար եւ հիշեցում եւս մեկ անգամ, որ շաբաթ օրերը մենք ունենում ենք վերլուծական թողարկումներ, այնպես որ եթե կան ձեզ հետաքրքրող թեմաներ, կարող եք մեկնաբանություններ բաժնում գրել, մենք դրանք կվերցանենք, կփորձենք ավելի լայն հասկացություն տալ դրանց, գուցե եւ մասնագետներ հրավիրենք, իսկ այս շաբաթ օրվա համար արդեն իսկ նախատեսել ենք խոսել այս ներգաղթային վիզաների արգելքի մասին, որը վերաբերում է 75 երկրի, ընդ որում Հայաստանին։ Առողջ եղեք, հաջողություն։